Աղանդավորների մոտ ընկնելուց հետո նրանց մոտից դուրս գալը դժվար է, բայց ոչ անհնար։ Դրա համար ուժեղ կամք է պետք, քանի որ այնպիսի միջավայր է այնտեղ ստեղծված, որ մարդն ուղղակի իզորու չէ մերժելու։ Մհերը 2 տարի աղանդավորների մոտ ակտիվ գործունեությունից հետո այնուամենայնիվ կարողացել է դուրս գալ։ Չեմ ասում, որ հոգևորության զոհ է, այլ ինքս ցանկություն հայտնեցի մոտիկից ծանոթանալ իրենց գաղափարախոսությանը, ու այդպես 1, 2, 3 հանդիպումից հետո որոշեցի գնալ իրենց ժողովներին։ Կողմից շատ հարգված քահանաներից մեկը մի, այսպես ասած, ձևակերպում ունի, որը լիովին համապատասխանում է բոլոր կրոնական կազմակերպություններին։ Դա այն սկիզբը ինքը անվանում է սիրո ռմբակոց։ Ու հանկարծ պատկերացրեք, ասենք, ոչ իհարկե հաճախակի, բայց լինելով, ասենք, մեր եկեղեցում ոչ մեկի կողմից ուշադրության չհայտնված մի երիտասարդ ընկնում է մի կրոնական կազմակերպություն, որ բոլոր իրենց սիրում են, գրկաբաց դիմավորում են, բոլորը հետաքրքրվում են, ինչ որ նենց աստղային փոշի անգամ նստում այդ անձնավորության վրա, ու նա անկախ իրանից երկրորդ անգամ արդեն ինքն է ուզում որ ներկա լինել, որտեղ իրանով հետաքրքրվում են, դա ամենասկիզբն է, հա։ Հետո չեմ ասում, հետո մոռանում են քո անձի մասին, չէ։ Ուղղակի, ասենք, դառնում է սորական իրանց անդամներից մեկը, որ ասենք այդքան կարիք չկա քո հետ շատ ժամանակ ծախսել։ Ոչ թե պետք է խոսեմ ու մտածեմ այնպես ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես լսել եմ եւ սովորեցրել են ինձ։ Դա առաջի շոկն էր, որ ես ապրեցի, ես ասում եմ կարծիք, ու հենց ասենք հակադրվում են ասելով, չէ, ճիշտ է, դու չգիտես դեռ, դու գիտելիքներ չունես, բայց արի այսպես մտածի։ Քաղաքավորությունս թույլ չի տալիս վիճել։ Դաստիարակությունս այդպես չեմ դաստիարակված, որ ասենք բոլորի հետ վիճեմ։ Ներքուստ համաձայն չլինելով, բայց արտաքուստ համաձայնվում եմ 1, 2, 3, 4, մեկ էլ տեսնում եմ, որ դա արդեն դառնում է սովորություն։ Մի փոքրիկ աննշան շեղում ու քեզ կզրկեին ձայնի իրավունքից, ժողովների ընթացքում խոսելու իրավունքից, հարց տալու իրավունքից, հետո ավելի խիստ պատիժներ ի վերջո կարող էին անգամ բռնդել կազմակերպությունից։ Ես ականատես եմ եղել 2 մարդկանց, ովքեր զրկված էին այդ խոսքի իրավունքից ու անկեղծ ասած նրանց վիճակը ահավոր էր։ Շատ ընկճված էին։ Գալիս էին նստում էին ժողովներին, բայց ինչ որ զանցանք էին գործել եւ ասենք ավականին որոշել էր, որ նրանց որոշ ժամանակով պետք է խոսքի իրավունքից զրկի ու իրանց ընկճվածությունը մինչև իմ աչքի իրանք են բավականին առաջացած տարիքով մարդիկ էին ամուսիններին, եթե չեմ սխալվում։ Ու շատ ընկճված վիճակի մեջ էին, իրանք ահավոր այնց հիվանդագին զղջման մեջ էին, էլի գտնվում, որը որ ճիշտ չի։ Անընդհատ այսպես փոքրիկ դոզաներով, կաթոցներով անընդհատ քեզ սովորեցնում են, որ այն ինչ որ դու ունես, այսինքն քո եկեղեցին, քո պատմությունը, քո ավանդությունը դից սուտ է, ջնջի գցի մի կողմ, հիմա դու նոր մարդ ես, քո կյանքը նոր է սկսել, անկախ քո տարիքից, ու ապրիր արդեն այն ձևով, այն սահմանումներով, որ քեզ հիմա հրամցնում են։ Մի մտածի ուրիշ բանի համար, քո փոխարեն մտածողներ կան։ Երբ մարդ սեփական կամքով է հրաժարվում սեփական կարծիքն ունենալու իրավունքից, գուցե նորմալ է։ Աղանդավորները սակայն ունեն այնպիսի գիտելիք եւ անգամ գրականություն, թե ինչպես պետք է աշխատել մարդկանց մոտ, որպեսզի գրավեն իրենց շարքերը։ Դա արդեն կամքից զրկել է նշանակում։ Իսկ նրանց, ովքեր չեն ճանաչում աղանդները կամ ծանոթ չեն մեր եկեղեցու վարդապետությանը, պարզապես ուզում եմ ասել՝ մի լսեք նրանց, քանի որ նրանց սուտ քարոզության արդյունքում նրանց թակարդն ընկնելը պարզապես անխուսափելի է։ Կրոնական կազմակերպություն կա, որ ասենք 10-նորդ ունի, պարտադիր, ասենք իրենց եկամուտների 10-նորդը վճարում են, կրոնական կազմակերպություն, կոնկրետ Եհովայի վկաների մոտ կամավոր է նվիրատվությունը, բայց մեծ գումարներ է պտտվում, ընդհանրապես շատ եկամտաբեր բիզնես է։ Ես հիմա ամենաշատը գիտեք ինչի համար եմ զղջում։ Ես զղջում եմ նրա համար, որ ախր մի հատ ծանոթացի քո եկեղեցու դավանանքին։ Մի հատ մասնակցի պատարակներին,
որոշակի գիտելիքներ ձեռք բեր, նոր ծանրու թեթև արա, նոր մտածիր ով է ճիշտ, ով է սխալը։ Ու ցավոք սրտի մինչև այսօր էլ տարատեսակ կրոնական կազմակերպությունների անդամներ են դառնում նրանք, ովքեր բացարձակ գիտելիքներ չունեն մեր հայ առաքելական եկեղեցու դավանաբանության, վարդապետության մասին։ Չգիտեն ու քննադատում են։